Ողջույն բոլորին։ Սիրելի հետևորդներ, վայելում եմ մի շատ սիրուն տեսարան։ Թաթուլ էշրները բուլի-բուլի անիլով կյալիս են, հա, հենումնն։ Լավն է, հլանդուր ոնց հա կյալի, վախմում։ Վախմիկ։ Սյանք կլիվեր մրշների վամեր են։ Հլանդուր։ Ալա կոտինի, եկելեք։ Ես ինչ լավն է այս սիպտակը։ Այս սիպտակը քյոք լավը, բայց սա կուտ իմազ։ Այուր կոտի շունը էլի, ուրումը կծող շունը սա հետ չիկա։ Ահա ճիշտ ասում։ Հա ուրխացած դե ասում եմ բուլի-բուլի անելով կյալիս, թե ուրախ է կյալի։ Այ չալա կոտինի։ Ինձ էլ դնկա։ Էմինը մրշների։ Ինչ մս։ Են ինչ սարքեցինք։ Ես իմ ինչեր ենք սարքում նոր տարով։ Օրան ոսին սիրել։ Դուք սիրեցեք։ Հա լավ, նկարեմ նոր։ Չոնց են լավը։ Լավ։ Այսքանը բոլա։ Մկեր մեր խալուից։ Ճամիկ ջան վարվում հա։ Սիրելի հետևորդներ, շնորհին տեսա խոսքս մնաց կիսատ։ Մենք գտնվում ենք Սարի ճամփի վրա, Արմենասարը մի քիչ անցած ճանապարհի ձախ հատվածում, որտեղ եկել ենք երիցուկ հավաքելու ձմեռվա համար եւ ոչ միայն։ Այս տարի 26 թվականին օգոստոսի 15-ին Շամշադինում տեղի է ունենալու Ագրոֆեստ գյուղ փառատոն, որտեղ ներկայանալու եմ նաև ես, ինչպես եւ անցած տարի, ու անցած տարվա նման խնոցու ներկայացնելուն համահունչ, զուգահեռ վաճառելու եմ նաև այլ գյուղ մթերք, այսպիսի օգտակար խոտաբույսեր եւ բոլոր մանրամասները չասեմ, մի խոսքով ովքեր որ կուզեն տեսնել, մասնակցել, թող գան օգոստոսի 15-ին Շամշադին լոկացիան ներքևի հատվածում կդնեմ։ Թաթուլս ջղայնացած, մի երկու լավ բաներ ասելով, այնտեղ աղբթափողների վրա նախշազարդելով աղբը հավաքեց ու վառումա լավամեքենայի մեջ ձեռնոց կար, էլ թղթե պարկեր, էլ իրենց խմած սուրճի բաժակներ, պլաստմասի շշե, ինչ ասես, մի խոսքով այդտեղ լավ ժամանակ են անցկացրել, կերել, խմել իրանց աղբը թողել ու գնացել, որ հետո եկողն էլ ասի հարամ լինի ձեր կերազնել, խմացնել։ Ժողովուրդ, այստեղ շատ համ երիցուկներ կան։ Եվ շատ ուրց կա, դեռ քաղելու ուրց։ Հիմա անցնենք գործի։ Մեզ լավ օր, ձեզ բարի դիտում։ Գնացինք։ Նարեկս ստեղ չի, խմբով գնացել են Սյունիք ման գալու։ Այս իմ երկու տալի աղջիկներն են։ Այնտեղ էլ մի տալի տղանա, ընել Թաթուլսա, այն մեր մեքենան, ասել Սարի շներ են։ Հիմա անցանք գործի։ Փեշ եմ դիրել, բացի փեշը նաև բերել եմ տոպրակներ, ասեցի կարող այլի մի փեշից շատ եմ հավաքում, ասա անազար։ Կարող է մի փեշից շատ եմ հավաքում ու չի տեղավորվում փեշիս մեջ։ Տոպրակները դրա համար։ Աղիներին, ստամոքսին, այս երիցուկի թուրմը շատ օգտակար է երեխաներին, փոքր երեխաներին, տալիս են, ոչ միայն փոքրերին, մի խոսքով բոլորն էլ թրմեն խմեն, եթե նույնիսկ խնդիրներ չունեն, ամեն օր եթե կարողանան մի բաժակ խմել, շատ առողջ կլինեն։ Ես ձեռնոց եմ բերել, որ համ եղունգներս չփչանա, համ էլ չկանաչի մատներս էլի, դե գիտեք չէ ինչքան էլ թունդ հոտ ունի երիցուկին, թունդ, այն օրը հրաչս մի քանի հատ ճյուղով քաղել բերել էր, նվիրեց ինձ, դրել էինք մեքենայում, այդպես էլ տարել ենք տուն, չեմ էլ առանձնացրել գլխիկները, տենց ճյուղով կախել եմ, մեքենայի մեջ այնքան թունդ էր հոտը, որ արփում ես այդ հոտից։ Անցանք գործի։ Սիրելի հետևորդներ, երիցուկն էլ բոլորը չեն քաղում։ Ես որ դիեմ ես, ժողովուրդ։ Հա, դե որ ցնիլի է կամերը, զգացեք։ Այս էլ չխանգարի կադրես։ Ահա։
Սիրելի հետևորդներ, օգտակարը ու ձմեռվա համար չորացնելու երիցուկը տարբեր են, պարտադիր է, որ քաղենք այս փոքր գլխով երիցուկներից, որովհետև այն մեծերը այսքան օգտակար հատկություն չունեն, ինչքան որ այս փոքրերը։ Հա։ Կամստի նստենք ու հնդրենք կրացած չլենք։ Չեմ ուզում տես նկարես, այն ինչքան կարակ ցաղեց։ Հա։ Կարող ասեմ, բախի։ Չէ, ասիլ չեն, թա կարմատով չհանենք, թա թուլջան ինքը վրար մատը։ Դանակ ունեմ ավտոյ։ Ես դանակ եմ պիրել, եթե չունես։ Բան անեմ, ես տենց հավաք է։ Ավելի լավ կնստեմ ու հզրիցանիլով կհնդրեմ։ Կարող Թաթուլին ասեցի, եթե կարաս տենց քաղի, ավելի ճիշտ ինքն առաջարկեց, շատ ավելի լավ։ Ես էլ սենց քաղեմ մինչև, բայց պոչերն էլ պոկում եմ, էլի։ Սիրելի հետևորդներ, անցած տարի էլի ուշ եմ որոշել, որ պիտի մասնակցեմ փառատոնին ու ներկայացրել ենք միայն խնոցու թան, մածունից թան ենք սարքել, կարակն առանձնացրել ու շատերն ասում էին խի մածունից կարակ առանձնանում, ասում եմ, բա այն ժողովրդական խոսք կա է, ասացվածք կա, որ ասում են յուղը մածնիցնա, համի այդ շատերը բացահայտեցին դա, իհարկե եկան, մեր տաղավարում շատ շոք էր, մեր տաղավարում հովացան, զովացան, որովհետև լիքը սառույց էինք տարել ու որ շոք տեղեր, շատերը ծարավում, գալիս էին թան էին խմում, սառույցով սրտները հովացնում, այս տարի բացի թանը ունենալու ենք նաև հետաքրքիր գյուղ մթերք, շատ համով, շատ սիրուն, կգաք ու կհամոզվեք։ Ինչի համար եմ ուզում նախապես տեղյակ պահեմ շատերիդ, որովհետև անցած տարի լիքը, այդպես որ ասեմ շատ չէ, բայց լիքը մարդիկ մոտեցել են, ասել, որ իմ գովազդից են տեսել, որ փառատոնա լինելու ու եկել են այնտեղ հենց իմ հորդորով, շատ հաճելի է, շատ ուրախ էի, նկարվել ենք բոլորի հետ, շրջել եմ բոլոր տաղավարներով, բոլորի հետ նկարվել եմ, ներկայացրել եմ ամեն տաղավարը, ով ինչ է ներկայացնում, ով որտեղից է։ Այս տարի էլ ավելի լավ անցնելու, որովհետև անցած տարի առաջի անգամ էի, խամ էի, չգիտեի ոնց է լինում, ինչ է լինում, մի քիչ լարված էի սկզբից, հետո տեսա, որ սաղ մերոնքական են, մեկս մյուսին գիտենք, համել ինչքան ով ինչ վաճառում էր, կրկնակի այդքան էլ հյուրասիրում էր, որովհետև բոլորդ էլ գիտեք, որ Շամշադինի ժողովուրդը առհասարակ հայերը շատ հյուրասեր են, նա մանավանդ Շամշադնեցիկ, բայց ստից այնքան որ չեմ ասում, իսկապես այդպես է, Շամշադինում ժողովուրդը շատ հյուրասեր են։ Այս մի թուփը համարյա թե սաղ առողջները քաղեցի, շունիկն էլ եկել ես կուշտս, կամերայից սերու աղբեր կլեսել, եկել է շունիկ, այ ինչ մեծ է շունիկ, ես ինչքան մեծ ես դու, ինչ քök ես, վույ աստված, լրիվ անծանոթ չէ շունիկ դե հեռու, հադե լավ պա, են որ համ սիրում եմ, համ վախում եմ, դե լրիվ անծանոթ շունա, հմի ձեռնոցով սիրեցի ձեռնոցս փոխեմ ու նորից անցնեմ քաղելուն։ Սիրելի հետևորդներ, մի մեծ խումբ օգնողապետք, քյոմեկչի, որ այսքանը կարանք մաքրենք ու ոնց հասկացանք եղանակն էլ վատանմա, մառախուղի եկավ, երևի թե մի քիչ էլ մաքրենք ու մնացածը այսպես քաղած տանենք, ուր տանեմ Ջուլիետա տատին տամ նստած հնդրի էլի, դե բա ինչ անենք, ստի կմրսենք, իսկական տատի գործա, իսկական, բայց ոչ մի գործ էլ հեշտ չի, կլինի դա ֆիզիկական ծանր հանդի աշխատանք, թե կլինի աթոռին նստած սեղանի հետևում, յուրաքանչյուր աշխատանք իր դժվարություններն ունի։ Բայց այնա, որը մենք չենք անում, ասում ենք հեշտ է։ Ուրիշինը միշտ էլ հեշտ է, հարևանինը միշտ էլ լավն է։ Սիրելի հետևորդներ, ես կզարմանայի, որ Շամշադինի իմ բնորոշ եղանակը
իրան ցույց չտար։ Ես էլ ձեզ ցույց տամ, այդ ամառախողը փակ է։ Ձեռնոցներ էլ հագել են, որ եղունգներս չկանաչի։ Հաջան։ Հնդիզատակ թելքերին ասմա եկեք, մորի, մորի, գիդաց տեսար, մորի ասմա եկեք կաղեցեք, հիլա ես ինչքան հասած, Իսո, կացի կաղեմ կետան։ կաղեցեք գիրեք, Թաշ չսոնա։ ինչքան համովել եմ պետականից, շատ, Ուրա։ Ձիկ, վերեմ Է, ջոմա ջան, էսա, էս շատ հասած ու լավնա, կաղի, հա, տեսա, թետ ջան, Ստեղ էլ գտանք, ստեղ էլ մի հատ կա, հեսա, պատվիրացրեմ, ամնանցա չէի կարու։ Են ինչ մտքես չես վերել կա։ Ասարա ու ես ստի չդեմ լիլ ամենով չիմն։ Սա կլի ինձ թվում ամիջև կոլը։ Ընտիր, սրա մի հատ ես փոքրը, արժի պետական են ելակներին, պետական, են ջերմոցը մաճեցրած խանութում վաճառվող ելակներին, որը որ մի հատը մի բռունցքից չափա։ Ու հաստատ վիտամիններն էլ նույնը, սրա մի հատ ես փոքրի մեր։ Յանի քողցրա, բայց ինչ չի միասս կա։ Շատ համովա, արամատը մինչև ուղեղդ գնում է։ Ես էլ ուրցնա։ Մեր հանդը լիքը, օգտակար, պիտանի, բույսեր, հատապտուղներ, ինչ հասես կա ժողովուրդ։ Չես կարա մի տեղ գնաս, հանդում, դաշտում, որ մի օգտակար բանի չհանդիպես, տեսեք, էս սարի ճակատը, տեսեք, ամբողջը երիցու կա, դե մենք ռամաշկա ենք ասում, ճիշտ է հայերեն չի, բայց դե ու այդ մեկ, այստեղ կար հետատեսակ մորին, ունենք նաև ուրց, կա նաև վայրի նանան, որը էլի շատ լավն է ու նրա թեյը անմահական կյանքը 10 տարի երկարացնում է։ Ես տեսախցիկս դնեմ մի կողմ, այստեղ հարթ ուղիղ տեղ չկա, որ դնեմ ու քաղեմ ու գամ այս նանայից էլ քաղեմ, այնպես որ փառատոնին կգտնեք նաև նանա։ Ինչու եմ անընդհատ այսպես գովում, որովհետև այս հանդամասերից քաղված թե երիցուկը, թե նանան եւ թե այն ինչը ուրցը, որը որ կտեսնեք այնտեղ իմ տաղավարում, պատկերացրեք, ես այս տեսարանի համոհոտը այդ բույսերի մեջ այդ մի բաժակ ըմպելիքի մեջ տեսնելու եք։ Կարանք նույնիսկ մտածենք այնտեղ տեղում պատրաստելու հյուրասիրելու մասին, բայց դե քանի որ շատ շոկ կլինի, ինձ թվում է, մտածում եմ, որ այդպես թեյին առաջնահերթություն չեն տա, ավելի շատ սառը ըմպելիքներ կուզեն, սառը թեյ պատրաստենք, դղց նանա տանենք ու մոխիտո սարքենք։ Լիքը մտքեր ա պետք, լիքը նպատակներ կան, մնում է կազմակերպենք ու իրականացնենք։ Ստիա, հա, դե բա ինչ անես։ Ոյ, զգուշ մենակ եկեք։ Ժողովուրդ, արդեն ցրտեց, որս երկարաթև ունենք, որս չունենք, որպեսզի ու սկսեց թեթև խոնավացնել մեզ, շաղը գալիս, այսպես ասած, գնանք մնացածը մի հատ 4 տեղ կմաքրենք, կհնդրենք, ասելինայիս, ասմա հնդրում եմ։ Ոյ, դե ոյ տերել երկու զատս։ Աշուն, հեռ։ Աշուն ոչ։ Էսած, так, արիան բոլը գոչ։ Սպաս։ Ավտոն էսքանը, հա, խոլը,
Հանգերտը լիլի Թող մնաց որ բագաժնիկին դեռ չենք տա։ Հա։ Մի րոպե, մի քիչ էլ իջնեմ, ոստեղից մի քիչ ծաղիկ ա պետք, ինչի համար, մեր էտ ամեն ինչը որ պիտի տեղացանենք, նրանց արտաքին տեսքը, փաթեթավորումը, գեղեցկացնելու համար սրանք սաղ կօգտագործեմ, էլի, նախադասությունս ասիլիս, Կեսը մոռանում եմ ոնց էի սկսել, որ վերջը ոնց փակեմ։ Բայց սրանք յուրաքանչյուրը չորացված, պատկերացրեք, փաթեթավորման մեջ օգտագործվի, ինչքան սիրուն կլինի։ Իմ դիմացն էլ մասուրի թուփ է, իմիջայլոց վարդի բույրից շատ ավելի անուշ է բուրում մասուրի ծաղիկը, էդ էլ գիտություն էլի, որ իմանաք Սրանց պոչերն իհարկե դե փոքրացնելու եմ, կարճացնելու եմ, մի անգամից կարճ չորացնեմ, որ տեսքին չորանա ու ինչ նպատակի համար որ քաղում եմ, այդ նպատակին շատ սիրուն ծառայի էլի։ Արմատով չենք անում, սա որ քաղում ենք մյուս տարի էլ ավելի փարթամա դուրս գալի ու մեր բնությունը էլ ավելի է գեղեցկացնում։ Քրմանյանիլով քինացի Սիրելի հետևորդներ, մենք են տարածքից եկանք այս մի տարածք, այս տարածքը աղբյուր է սարքված, թաթ էլի հուշ աղբյուր է, Էսա վրեն կկարդամ կտնամ, կոչվում է Իվանի աղբյուր, Էլիսարի ճանապարհի վրա է, ճամփից մի քիչ ներքև, շատ լավ է, որովհետև ճամփից կտրված է, կտրվում եք այդ ճանապարհի մեքենաների գնալ գալու ձայներից ու կապել չկա, իսկականն է, իսկը հանգստի տեղ։ Լախմը։ Երեխեք ջան, տեսեք։ Տեսեք ոնց եմ ջուր տալի։ Վայ։ Ապրես։ Բայց ջրից լև պեն չկա է փաստորեն։ Չէ։ Ջրից լև պեն չկա։ Սիրելի հետևորդներ, նանայով էլ թեյ խմենք, տանեմ Լվանամ։ Եվ էլ ասում են ինչա։ Են վեր կենթանին ավեր, վրեն պուտիկնի ունի։ Տան։ Թրջունը փոքրիկ բան է։ Դա գյուղեր կա։ Առաջինն ես պատմում թե որը։ Հա փոխի ուրիշ արագարա գասա։ Զատիկ։ Ահա, զտարով ասկսım։ Հա։ Որդի ուրիշ ծևել վենց են ասում, զոյով ասկսım։ Զավակ։ Ահա։ Քինում ես կետը, ինչ ես փռնում։ Ձուկ։ Ահա, այդ փռնողով է։ Ձգնորսը։ Ահա։ Դե ինչ սիրելի հետևորդներ, չգիտեմ երկար հոլովակ ստացվեց թե կարճ, որովհետև տարբեր դիրքերից ու տարբեր վայրերում նկարահանեցինք, բայց հուսով եմ ձեզ դուր եկավ ու շարունակական կլինեն։ Մինչև օգոստոսի 15-ը օրական կամ օրու մեջ պիտի այսպիսի հոլովակներ նկարենք ու այսպիսի գործողություններով զբաղվենք, որ իմանանք ինչ ենք ներկայացնելու մենք փառատոնին։ Կոնկրետ հասցեն Թաթուլ Փառատոնը Նորաշենի ու Վերին Կարմիրի խաչմերուկում։ Նորաշենի խաչմերուկից դեպի Արտաբերդի գնացող։ Այնտեղ շատ լավ ժամանցի տեղ կա, հիմա էլ եթե նույնիսկ փառատոն չի, ջրավազան բան կա, այնտեղ էլ նկարահանում ենք իրականացնելու շուտով, չենք հասցնում ուղղակի։ Այնպես որ ովքեր ուզում են հիմիկվանից պլանավորեք, որ օգոստոսի 15-ին գաք ու մասնակցեք իմը։
Գաք ու մասնակցեք այդ փառատոնին, էդի բացիլ մի մատա։ Այն ռամաշկեն ասախ զորով փակած։ Ինչպես հոլովակում ասեցի, այնպես է շարունակվեց, որ ասեցի սա տանիլ դեմ տատին տամ սա ես անողը չեմ։ Հիմի բիրել եմ ու տատի ջանը կապել այս գործը։ Տատն էլ ավելի հեշտ տարբերակով է անում, ճիշտն ասած, մկրատով կոտորում է, գլուխը չխփես Արև ջան։ Դիսատին, ասիրացե։ Ինչ անես։ Դու էլ անես, մկրատով չես կարա, թաթիկով արա, թաթիկով սենց պոկի։ Տատիկի շորերը ճղում է, սախ չի։ Արդեն էստեղ ճիշտ է եղանակը լավը չի, բայց տաք է, տոթ է նույնիսկ։ Իմ մաքրածը ու հավաքածը արդեն փռել եմ, էսա ցույց տամ։ Այսքանը մինար եմ արել, սա տնական նանանա, իսկ սա վայրի դեղցնա։ Գրեթե նույն էֆեկտն ունի, բայց հոտի ու տեսքի բանով շատ տարբեր է։ Ու 3 հոտն էլ գնում է մինչև ուղեղի ամենավերջին ծալքը, որովհետև հա, գնա արջուկը բեր, ճոճարակով ճոճորենք։ Փռենք, չորացնենք ու փաթեթավորենք։ Հա մի արջուկ լիրեխ ես տանանի։ Դե օգտա կարել է, չէ՞ տատ, ռամաշկեն։ Ռամաշկի չայ։ Հա, թրմում են խմում, էլի։ Բորբոքումների պանի։ Բայց սրանի մի քիչ մեծ օտը կա, նրան էլ կքաղեմ ես։ Դե այն շատ մեծերը, որ մեծ գլխով է, նրանք ասում է դեղաբույժ չի, որպես ծաղիկը։ Գիդ մսրը տան կողքին կա նրա ստիեք, եսը տիրև միրևա հաստոտ, մաստոտ, են չէ։ Բայց մրես չապ հարը հողամասն շատ կա սրանի։ Եվ աղտығы քարի մատումը քաղիր էլի չի իրենքան շատ։ Հա։ Քաղինք դե մրսացի պան ելա չայի լավա անելանինք դել։ Եհի որ սեկտորում մի քիչ գոթերեն հետը քինում է։ Մի քիչ ոչինչ, հա մի քիչ թող քինա։ Հա։ Դե ինչ անես զոր մնա գլուխին կարալ չես, է։ Ճոճորանա, ճոճորանա։